Ողջույն բոլորին, այսօր ես պիտի պատրաստեմ ուրեմն բադ, ուրեմն սա խանութի այսպես գնված բադ է, այս բադիկին ես ուրեմն օրվա կեսը, անցած օրվա կեսը դրել եմ ջրի մեջ և մի 3 անգամ ջուրը փոխել եմ, որպեսզի իր մեջի այդ արնաջրերը դուրս գան և կեսօրն էլ դրել եմ աղաջրի մեջ, անպայման եթե ձեր բնակարանում տաք է, պետք է դնեք սառը տեղում։ Այսպես հիմա ես մշակեմ այս բադիկին ու պիտի դնեմ ջեռոցը, պատրաստելու եմ ջեռոցի մեջ բադիկին ու ընթացքում կպատմեմ ինչ պիտի անեմ։ Ուրեմն այս բադիկին ես պիտի դնեմ ջեռոցը, բայց սկզբում պիտի ուրեմն մարինացնեմ համեմունքներով և հետո նոր դնեմ ջեռոցի մեջ փայլաթիթեղով, քանի որ սա 2 կիլոգրամանոց բադիկ է, պիտի իրեն եփեմ ուրեմն 2 ժամ 160-170 աշճան ջերմաշճանով և հետո արդեն կբացեմ փայլաթիթեղը ու նայեք այստեղ այսպիսի փիսփիս բաներ կան, պիտի մաքրենք դրանք, փայլաթիթեղը կբացեմ ու կկարմրացնեմ։ Ուրեմն բադիկին այսպես լավ լվացի, նայեք դեռևս ջուր կա իր մեջ, բայց ոչինչ, հիմա այսպես լավ լողացրեցի, սենց ասեմ բադիկին դնում ենք մի կողմ։ Բադիկին դրեցինք մի կողմ, հիմա պիտի պատրաստեմ ուրեմն սոուսը, կամ ոնց ասեմ թանձրուկը, չգիտեմ ոնց ասեմ, որպեսզի մարինացնենք բադիկին։ Ուրեմն մեզ հարկավոր կլինի սխտոր, 1 նարինջ հյութն ենք հանելու, այսպես, սկզբում նարնջի հյութը հանեմ, այսպես նարնջի հյութը հանեցի, նայեք, հիմա նարնջի հյութի մեջ ավելացնում եմ սոյայի սոուս, ամեն ինչս աչքաչափով եմ անում, ավելացնում եմ բանանեղ, ավելացնում եմ, այստեղ ունեմ շատ քիչ չաման պատրաստի, ավելացնում եմ սև պղպեղ, կարմիր պղպեղ, աղ, այսպես լավ խառնում ենք, հիմա 2 ատամիկ սխտոր ճզմում ենք, խառնեցինք, հիմա քանի որ արդեն մեր թանձրուկը պատրաստ է, ինչով պիտի պատենք մեր բադիկին, մի անգամից ուրեմն փայլաթիթեղը փռում եմ այն ջեռոցի այն տապակի մեջ, որում պիտի եփեմ և բադիկին արդեն տեղափոխում եմ այս տապակի մեջ և հիմա ինչ ենք անում,
վերցնում ենք մեր թանձրուկը, որը որ պատրաստել ենք, ճիշտ ասես, գցնեմ ներսի հատվածը, հետո պիտի արդեն ինձ ասեմ պատեմ։ Այսպես մարինացված վիճակում կթողնենք կես ժամ փայլատի թողի մեջ ու հետո արդեն պիտի դնեմ ջեռոցը, արդեն ասեցի, նախապես տաքացրած ջեռոցի մեջ 160-170 աստիճան։ Շրջում ենք և այս ողմից ևս իրենով պիտի պատենք այս թանձրուկով մենք անգամուշ է գուլում թանձրուկը այսպես անհատը այսպես պատենք ներսից չնայած երբ որ շրջում ենք արդեն ներսի հատվածում է շրջում ենք և տարածում հիմա այսպես պատենք լավ Եվ այսպես թողնում ենք կես ժամ հետո, ուրեմն դնում ենք ջեռոցի մեջ և երբեմն քանի որ նորից ենք գտնում վարի 2 կիլոգրամ, 2 ժամ։ Արդեն կես ժամը համարյա թե անցել է, մեր ջեռոցն էլ նախապես ես միացրել էի 170 աստիճան, հիմա տեղադրում ենք ջեռոցի մեջ։ Մեջտեղի հատվածում ենք տեղադրում։ Այսպես փակում ենք և թողնում ենք, որպեսզի եփվի 2 ժամ, կհանդիպենք 2 ժամ հետո։ Արդեն 2 ժամ անցավ, հիմա հանում ենք մեր բադիկը ջեռոցից ու հասկանանք, թե ինչ վիճակում է գտնվում։ Հիմա բացենք։ Հիմա նայենք։ Ինքը արդեն շատ լավ եփվել է։ Ինչից եմ դա հասկանում։ Մինչև անգամ ոսկորից է առանձնացել։ Այդտեղ ես խառնել եմ մի ճաշի գթալ մեղրը, 2 ճաշի գթալ սոյայի սոուսի հետ։ Հիմա լավ քսում ենք բադիկի արտաքին շերտին։ Եվ կրկին ուղարկելու ենք հիմա ջեռոց, որպեսզի մեր բադիկը սոլյարի ընդունի, կարմրի, այսպես, կրկին ուղարկում ենք դեպի ջեռոց։ Ես այստեղ ունեմ մաքրած և կտրատած կարտոֆիլ, որը ևս պիտի ուղարկեմ ջեռոց, որպեսզի մատուցեմ բադիկի հետ։ Հագնայեք ինչ գեղեցիկ ընտիր է ստացվել, մեր բադիկը պատրաստ է, հիմա կարտոֆիլն եմ ուղարկում ջեռոցի մեջ։ Կարտոֆիլը
Կարտոֆիլն էլ հենց պատրաստ լինի, արդեն կմատուցեմ։ Շատ հրաշալի գույն ունի, շատ անուշ է բուրում եւ ես շատ վստահ եմ, որ համնել է շատ լավ է լինելու։ Կհանդիպենք սեղանի շուրջ։ Ահա եւ մեր կարտոֆիլն էլ է պատրաստ արդեն, նայեք ինչ գեղեցկություն է այստեղ ու համովություն, կհանդիպենք սեղանի շուրջ։